Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ հայտարարությամբ հարգանքի տուրքն է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի խոշորագույն դաժանություններից մեկի Մեծ Եղեռնի զոհերին։ Նախագահ Թրամփն ընդգծել է, որ 1915 թվականից հետո Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 միլիոն հայեր են արտաքսվել, ենթարկվել ջարդերի կամ խոշտանգվել։ Ես միանում եմ հայ համայնքին Ամերիկայում եւ աշխարհով մեկ սգալով անմեղ զոհերի հիշատակը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ մարդկության պատմության այս մութ էջը հիշելով պետք է հիշել նաեւ հայ ժողովրդի տոկունությունը։ Հայերից շատերը Միացյալ Նահանգներում նոր կյանք են կառուցել եւ հսկայական ներդրում ունեցել մեր երկրի զարգացման մեջ, միևնույն ժամանակ փայփայելով պատմական հայրենիքի հիշատակը, հայրենիք, որտեղ նրանց նախնիները ստեղծել էին հին աշխարհի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը։ Մենք պետք է հիշենք ոճրագործությունները դրանց կրկնությունը կանխելու համար, ընդգծել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ Վաշինգտոնը ողջունում է ցավալի անցյալի ճանաչմանն ու գիտակցմանն ուղղված ջանքերը։ Դա կարևորագույն քայլ է, որը հիմք կհանդիսանա առավել արդար եւ հանդուրժող ապագայի կերտման համար։ Ամերիկայի հայդատի հանձնախումբն իր հայտարարության մեջ հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ բնորոշելով 1915 թվականի իրադարձությունները որպես Մեծ Եղեռն, Դոնալդ Թրամփն այնուամենայնիվ խուսափել է անվանել դրանք ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին արդեն միացել են Միացյալ Նահանգների 80-ից ավելի կոնգրեսականներ։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։